Քաղաք Հրազդան գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում և հանդիսանում է վերջինիս մարզկենտրոնը։ Քաղաքը գոտևորում են հյուսիսից Փամբակի, հարավ-արևմուտքից Ծաղկունյաց, արևելքից և հարավ-արևելքից Գեղամա լեռնաշղթաների մաս կազմող Սարավանդները։ Քաղաքի համայնապատկերի վրա հյուսիս-արևմուտքում բարձրանում է Թեղենիսը, Ծաղկունյաց լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը, որն ունի 2851 մետր բարձրություն։ Հյուսիսային կողմում ուրվագծվում են Փամբակի լեռնաշղթայի լեռնագագաթներից Մայմեխն ու Թեժասարը։ Արևելքում հորիզոնը ծածկում է Ցուլասարի զանգվածը։ Հրազդան քաղաքը գտնվում է ծովի մակերևույթից 1695-ից 1750 մետր բարձրության վրա։ Ունի բարեխառնցամաքային կլիմա։ Ձմեռները խստաշունչ են, երբեմն ջերմաստիճանը իջնում է -30 աստիճանից ավելի ցածր, իսկ գրանցված ամենացածր ջերմաստիճանը եղել է -38 աստիճան։ Ամառները հով է, այստեղ ջերմաստիճանը երբեք չի բարձրանում 30-ից 35 աստիճանից, իսկ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է +36 աստիճան Ցելսիուս։ Տարվա միջին ջերմաստիճանը կազմում է +5 աստիճան Ցելսիուս։ Այն եղել և մնում է արդյունաբերական քաղաք։ Լեռներին մոտ գտնվելու վայրը նպաստել է Հրազդանի երկաթի հանքավայրի հայտնաբերմանը։ Քաղաքի միջով հոսում են Հրազդան և Մարմարի գետերը, որոնք միախառնվում են հենց քաղաքի մեջ։ 1950 թվականին Հրազդանում ստեղծվեց Հրազդանի աղբյուրակ արհեստական ջրամբարը 130 հեկտար տարածության վրա 1695 մետր բարձրությամբ։ Հրազդանի շրջակա անտառներում աճում են վայրի խնձորենիներ, սալորենիներ, բալենիներ, սզնիներ։ Հրազդանի անտառներում հանդիպում են փորսուղներ, նապաստակներ, աղվեսներ, դաշնամկներ, եղնիկներ, արջեր, վայրի խոզեր։ Բավականին շատ են ոզնիները, իսկ գայլեր հանդիպում են հազվադեպ։ Երբեմն ամռան տապից փախչելով Լորվա և Տավուշի անտառներից այս տարածաշրջան են գալիս տարածաշրջանին ոչ բնորոշ կենդանիներ, լուսաններ, հովազներ և այլն։ Վերջին 20 տարում բավականին շատացել է աքիսների թիվը։ Հրազդանը քաղաքային կարգավիճակ է ստացել 1959 թվականին։ Քաղաքի առաջին նախագիծը, որն ընդգրկում էր Ախտա և Աղբյուրակ գյուղերը, 1928 թվականին իրականացվել է ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի կողմից։ Քաղաքի երկրորդ հիմնական նախագիծը կազմել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանը 1963 թվականին։ Հրազդանը մինչև 1963 թվականը եղել է 8 առանձին գյուղերից բաղկացած բնակավայր, որոնց միավորումով 1959-ից 1963 թվականներին ձևավորվել է ներկայիս Հրազդան քաղաքը, որի կազմի մեջ է մտնում Վանատուր, Ջրառատ, Կաքավաձոր, Վերին և Ներքին Ախտա, Մաքրավան, Աղբյուրակ, Կոճոր գյուղերը, բազմաբնակարանային շենքերից բաղկացած արդյունաբերական միկրոշրջանը և կենտրոն թաղամասը։ Քաղաքը նախկինում ունեցել է մի քանի անվանումներ։ Քաղաքի հնագույն կորկոտիս անունը ստուգաբանվում է կորկոտ արմաթից, որը ճաշատեսակ է և իս ասորերեն վերջածանցից։ Այս անվանումը պահպանվել է մինչև 17-րդ դարը։ Պարսից շահ Աբասի 1605 թվականին կազմակերպած հայերի բռնագաղթից հետո այս անունը մոռացվել է։ Քանի որ այս տարածքով է անցել Կողբի և Կաղզվանի աղի հանքերից աղի փոխադրման ճանապարհը, շուտով այն ստացել է Ախտա անվանումը, որը կապված է աղ բառի հետ։ Հրազդանի թաղամասերից Վանատուր գյուղի անունը խորհրդային տարիներին ի պատիվ հայտնի կոմունիստ, խորհրդային Հայաստանի ՉԿ-ի առաջին նախագահ Գևորգ Աթարբեկյանի կոչվել է Աթարբեկյան։ Դրանից առաջ Աթարբեկյան գյուղը կրել է Քարվանսարա անվանումը, քանի որ այստեղ եղել է մարդկանց և ձիերի համար նախատեսված ճանապարհային հանգստի կացարան՝ Քարվանսարա։ Հրազդանում են գտնվում Հայաստանի պետական երկրաբանական թանգարանի և Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղերը, Հրազդանի ցեմենտի գործարանը, Հրազդանի հիդրոէլեկտրակայանը, ջերմաէլեկտրակայանը, Կոտայքի մարզպետարանը, Կոտայքի մարզային գրադարանը, Հայաստանի ազգային արխիվի Կոտայքի մարզային մասնաճյուղը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը, Հրազդանի հումանիտար ինստիտուտը, Ծովինար ռեստորանը, որը գտնվում է համանուն արհեստական լճակի ափին։
Ռեստորանը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Վարպետի մտահղացմամբ ռեստորանի հիմքը կրկնում է տեղի լանդշաֆտը եւ հիշեցնում չհղկված ժայռ։ Պատշգամբից կարելի է տեսնել ջրամբարը եւ միարձան, որը ժողովուրդը նույնպես կոչվում է ծովինար։ Ի սկզբանե այն կոչվել է Կեցցե կապույտ եւ պարզ երկինքը։ Այս հուշարձանը տեղադրվել է 1985 թվականին հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 40-ամյակի կապակցությամբ։ Այն պատկերում է ջրից դուրս եկող աղջկա։ Ներկայիս անունը նույնպես բնութագրում է հուշարձանի էությունը, քանի որ ծովինարը ջրի, ծովի եւ անձրևի աստվածուհին է։ Հրազդան գետի վրա ստեղծվել է աղբյուրակի ջրամբարը, ինչը հնարավորություն տվեց կառուցել արգելի հիդրոէլեկտրակայանը եւ Հայաստանի ամենահզոր ջերմաէլեկտրակայանը։ Էներգիա ստանում են նաեւ արևի օգնությամբ։ 2017 թվականին Հայաստանում առաջին կոմերցիոն արևային էլեկտրակայանը հայտնվեց Հարևան Ծաղկաձոր քաղաքում։ Հրազդանում գործում են երաժշտական եւ սպորտային դպրոցներ, 13 միջնակարգ դպրոց, հիվանդանոց, ծննդատուն, պոլիկլինիկա, Հրազդանի մշակույթի տունը, մի շարք մանկապարտեզներ եւ այլ հասարակական շինություններ։ Քաղաքում գոյություն ունեն նոր շրջանի երկու անշուք, բայց կանգուն եկեղեցիներ, որոնցից մեկը գտնվում է նախկին ներքին Ախտագյուղում, իսկ մյուսը Վանատուր թաղամասում։ Հրազդանի Մաքրավան թաղամասում է գտնվում Մաքրավանքի տաճարը։ Վանքի գլխավոր կառույցը 13-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին է, որն իրենից ներկայացնում է մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սուրբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն է մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։ Ըստ ավանդության, բռնակալ շահերից մեկը նվաճելով Մաքրավանքի տարածքը ցանկանում է եկեղեցին քանդել եւ նրա քարերով Հրազդան գետի վրա կամուրջ կառուցել։ Սակայն ժողովուրդն ապստամբում է եւ շահը ընկրկելով հրաժարվում է եկեղեցին քանդելու մտքից։ Եվ քանի որ եկեղեցու շուրջ համախմբված մարդիկ կարողանում են ստիպել շահին հրաժարվել իր մտքից, Մաքրավանքին տալիս են նաև շահ ղուտուրա, շահ կոտորող, շահին հաղթող անվանումը։ Մաքրավանքի խաչքարերից մեկն անգամ ճամփորդել է դեպի Ֆրանսիա։ 2006 թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած Հայաստան իմ բարեկամ, Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում եւ մասնակցել Սուրբ Հայաստան խորագիրը կրող խաչքարերի ցուցահանդեսին Լուվրում։ Հրազդանի տարածաշրջանում մարդը բնակություն է հաստատել հնագույն ժամանակներից։ Քաղաքի բոլոր թաղամասերում էլ ճանապարհային աշխատանքներ կատարելիս գտնվել են հնագիտական կենցաղային իրեր, որոնք թվագրվում են վաղ երկաթի ժամանակաշրջանով։ Քրիստոսից առաջ 2-րդ դարից սկսած Հրազդանի շրջանը մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիկ գավառի մեջ։ Արշակունիների թագավորության ժամանակ տարածքի մեծ մասը հանդիսացել է նրանց արքունի սեփականությունը, իսկ 5-ից 7-րդ դարերում տարածքի մի մասը հանդիսացել է ամատունիների նախարարական տան սեփականությունը։ 9-ից 10-րդ դարերում պատկանել է Բագրատունիների թագավորությանը, իսկ 10-րդ դարի վերջում գավառը նվիրվել է Պահլավոնիներ իշխանական տոհմին։ Հետագայում 12-ից 13-րդ դարերում տարածքը եղել է Զաքարյանների իշխանության ներքո, իսկ 13-ից 15-րդ դարերում վերջինիս մի մաս անցել է Պրոշյանների եւ Խաղբակյանների ենթակայության տակ։ Թուրք սելջուկների եւ թաթար մոնղոլների տիրապետության շրջանում 1253 թվականին տարածքի մի մասը Մանգուխանը շնորհել է իշխան Սմբատ Օրբելյանին։ Տարածքի հետագա տիրապետողների թվում են նաև եղել Ակ-Կոնյոլու, Կարակոնյոլու թուրքմենական քոչվոր ցեղախմբերը եւ Սեֆյան Պարսկաստանը։ 1605 թվականին այս տարածքի բնակչությունը նույնպես ենթարկվել է Շահ Աբասի իրականացրած բռնագաղթին, ինչի հետևանքով բնակիչները լքել են այն։ 18-րդ դարում տարածքը կազմել է Երևանի խանության Կրխուբուլաղ մահալի մի մասը։ 1827-ից 1828 թվականներին Արևելյան Հայաստանում Ռուսաստանի տիրապետության հաստատումից հետո տարածքը մտել է Երևանի նահանգի Երևանի գավառի մեջ։
Հրազդանցիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ինչպես 1877-ից 1878 թվականների ռուս-թուրքական, այնպես էլ առաջին համաշխարհային պատերազմին։ Ռուս-թուրքական պատերազմին Հրազդանի տարածաշրջանից մասնակցել է ավելի քան 900 մարդ, իսկ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հրազդանի տարածաշրջանից 120 մարդ ներգրավվել է ռուսական զորքերի կազմում ստեղծված հայկական կամավորական գնդերի կազմում, որոնցից 35-ը Զորավար Անդրանիկ Օզանյանի, 25-ը Դրոյի, 10-ը Խմբաբեդ Համազասպի, իսկ 50-ը մյուս կամավորական գնդերի կազմում։ 1918-ից 1919 թվականներին Հրազդանի շրջանի զինվորական կոմիսարն էր Խմբաբեդ Համազասպը։ Հրազդանի տարածաշրջանից 90 մարդ մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, իսկ 3340 հրազդանցիներ իրենց լուման են ներդրել ԽՍՀՄ հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում, որի ժամանակ նրանցից 946-ը զոհվել է։ 1946-ից 1960-ական թվականներին քաղաքում հաստատվել են 3510 շունչ կամ շուրջ 700 ընտանիքից բաղկացած հայրենադարձներ, որոնք եկել էին Իրանից, Սիրիայից, Լիբանանից, Եգիպտոսից, Հունաստանից և Կիպրոսից։ Արցախյան ազատագրական պատերազմի տարիներին հրազդանցիներից կազմավորվում և Արցախ են մեկնում Սասուն, Կոճոր, Ալաշկերտ ջոկատները։ Արցախյան ազատամարտում զոհված հայտնի հերոսներից էր Հրազդանի Աբոն, որի մարմինը ամփոփված է Արցախյան պատերազմում զոհված հրազդանցիների զինվորական գերեզմանատանը։ 1990 թվականի ապրիլի 30-ին Գետաշեն գյուղում ծավալված մարտերում Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կողքին էր նրա զինակից Հրաչ Դանելյանը։ Նա Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղից էր։ Այժմ Հրազդան-Աղավնաձոր ավտոճանապարհի գլխավոր խաչմերուկում կանգնեցված է Հրաչ Դանելյանի աղբյուր հուշարձանը։ Անվանի հրազդանցիների շարքում են նաև Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, արձակագիր Լևոն Խեչոյանը, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, անվանի թարգմանիչ Վազգեն Գևորգյանը, պատմաբան Արման Եղիազարյանը։ Արցախյան ազատամարտին հրազդանցիների ակտիվ մասնակցության մասին է պատմում Սամվել Օհանյանի «Հոգով ուժեղները» գիրքը, իսկ Հրազդանի, նրա դարավոր պատմության և հրազդանցիների մասին հնարավորինս ամբողջական պատկերացում է տալիս Զավեն Հարությունյանի «Ախտահրազդան» 2012 թվականին Երևանում հրատարակված 140 էջից բաղկացած մեծածավալ հատորյակը։